Ռուսաստանում արգելվել է հայկական ջերմուկ հանքային ջրի մեծ խմբաքանակի վաճառքը։ Պատկան մարմինները պնդում են, որ այդ քայլը թելադրված է սպառողների առողջությանը սպառնացող վնասը կանխելու ցանկությամբ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ վնասի մասին է խոսքը։ Ապրանքների որակին հետևող Ռոսպատրեբնadzor գերատեսչությունը տարածել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ ջերմուկի Ռուսաստան ներկրված մի մեծ խմբաքանակը փաստորեն ներկրվել է Ռուսաստան պարտադիր նորմերի խախտմամբ եւ դա հաշվի առնելով կոչ է արել հաշվի առնելով մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը անհապաղ միջոցառումներ ձեռնարկել։ Թե կոնկրետ ինչ խախտումներ են արձանագրվել, չի հիշատակվում, բայց հետևելով այս կոչին չեսնի զնակ կոչվող դրոշնավորման դաշնային համակարգը արգելել է ջերմուկի մի մեծ խմբաքանակի վաճառքը Ռուսաստանի խանութներում։ Նշեմ, որ սահմանափակումը տարածում է ոչ թե ամբողջությամբ ջերմուկ բրենդի ապրանքի տարածման, այլ ընդամենը երկու խմբաքանակի, որոնք ներմուծվել են Ռուսաստան փետրվարի 17-ից մարտի 5-ի այդ ընկած հատվածում։ Եվ այսպիսով արգելափակված է 338,000 ջերմուկ շշերի վաճառքը մինչև այդ քննության ավարտը։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի պատկան մարմինները պատշաճ ձևով չեն տեղեկացվել իրենց ռուս գործընկերների կողմից տեղի ունեցածի մասին։ Համենայն դեպս Հայաստանի սննդամթերքի որակի տեսչական մարմինը պնդում է, որ ոչ Ռոսպատրեբնadzorից, ոչ Ռոսսելխոզնadzorից, ոչ այլ ռուսական համապատասխան կառույցից պաշտոնական նամակ չի ստացել։ Գերատեսչությունը տեղեկացնում է, որ փորձում է ստուգել այս տեղեկությունը եւ տեղեկացնել արդյունքների մասին։ Արտյոմ, քո կարծիքով ինչի հետ է սա կապված։ Քրիստինե, չի բացառվում, որ այս արգելքը ինչ որ կապ ունի 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած միջադեպի հետ, որը նույնպես առնչվում է ջերմուկ հանքային ջրին։ Հիշեցնեմ, նախանցած տարվա փետրվարին Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի մի բնակիչ թունավորվել էր իսկ այդ դրան եւ մահացել էր, իսկ դրանից առաջ հարազատները պնդում են, որ խմել էր ջերմուկի շշից ջուր։ Այդ ջուրն էլ ձեռք էր բերվել քաղաքի շուկաներից մեկում։ Մահացածի հարազատները ջերմուկի արտադրողից պահանջում էին 1.5 միլիարդ ռուբլու հատուցում։ Քննություն էր սկսվել այդ քննության ընթացքի ժամանակ 2.5 միլիոն ջերմուկի շշի վաճառքը արգելված էր ողջ Ռուսաստանի տարածքում։ Սակայն հետաքննության արդյունքում որևէ արտառոց բան չեն հայտնաբերել, համենայն դեպս արտադրողի առնչությունը տեղի ունեցածի հետ չի ապացուցվել, ուստի քրեական գործը դադարեցվել է եւ վաճառքը այդ ապրանքանակի եւ ընդհանրապես այլ ջերմուկի արտադրության Ռուսաստանում վերականգնվել է առանց որևէ սահմանափակման։ Բայց անսպասելիորեն ապրիլի 21-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ քննչական կոմիտեն Ռուսաստանի վերսկսել է այս գործի քննությունը հաշվի առնելով ի հայտ եկած նոր հանգամանքներ։ Թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հայտնի չէ, թե արդյոք այս հանգամանքները կապ ունեն քիչ առաջ հիշատակած այդ նոր սահմանափակման հետ Ռոսպատրեբնadzorի հայտնաբերած խախտումների հետ եւս ասել չեմ կարող, բայց չեմ կարող նաև բացառել։ Ընդամենը պետք է նշեմ, որ մինչ այդ տարիներ, տասնամյակներ շարունակ ջերմուկը առանց որևէ խոչընդոտների մատակարարվում էր Ռուսաստանի շուկա եւ վաղուց ձեռք էր բերել այսպես որակյալ հանքային ջրի համբավ։ Արտյոմ, արդյոք այս ամենում կա քաղաքական ենթատեքստ։ Դե պետք է հաշվի առնենք, որ հանքային ջուրը Հայաստանի համար այսպես շարքային ապրանքատեսակ չէ, որը արտահանվում է, այն ազգային արտահանման կարևոր բաղադրիչներից մեկն է եւ դրա տարածման սահմանափակումները կամ տեսականորեն արգելքը կարող էր խնդիր լինել Հայաստանի տնտեսության համար եւ որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ եւ ավելի շատ տելեգրամ ալիքներ այսպես ակնարկում են, որ այս սահմանափակումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, մասնավորապես հիշեցնում են, որ տեղի ունեցածի նախորդել էր ռուս դիվանագետի
փորձնագետների խիստ բավական հայտարարությունները եւ Հայաստանի վարչապետի Մոսկվայում Պուտինի հետ ունեցած հավանաբար բարդ զրույցը։ Այդ կապակցությամբ միգուցե արժի զուգահեռ անցկացնել այն իրավիճակի հետ, որը 24 թվականին Բելարուսում էր տեղի ունեցել։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հանդիպում էր ունեցել Բելարուսի ընդդիմության առաջնորդ Սվիտլանա Տիխանովսկայայի հետ եւ դրանից հաշված օրեր անց Բելարուսի գլխավոր սանիտարական բժիշկը արգելել էր Բելարուսում հայկական կոնյակ արտադրող ընկերություններից մեկի արտադրանքի վաճառքը, քանի որ հայտնաբերվել էր ինչ որ խախտում կամ որակին ինչ որ կապված խնդիրներ կար։ Հիմա չգիտեմ, այս դեպքում եւս քաղաքական են ենթատեքստերը թե ոչ, բայց որոշ ռուսական լրատվամիջոցներ, մասնավորապես RU News 24 պարբերականը ընդգծում է, որ այդ ջերմուկ հանքային ջուրը արտադրող ընկերության սեփականատերը Հայաստանում ազդեցիկ օլիգարխ է, որը Հայաստանի վարչապետի վրա ազդեցության լծակներ ունի։ Ավելին ընդգծում է, որ նրա որդին Հայաստանի մարզերից մեկի մարզպետն է։ Այսինքն ակնարկ է արվում նրան, որ միգուցե այս քայլով Ռուսաստանի իշխանությունները փորձում են ազդակ ուղարկել Հայաստանի այն օլիգարխներին, ովքեր Ռուսաստանում են փող վաստակում, որպեսզի իրենք ազդեն Հայաստանի կառավարության վրա եւ Հայաստանի իշխանությունը վերանայի իր քաղաքականությունը Ռուսաստանի եւ Եվրամիության հետ։ Արտեմ, արդյոք միայն ջերմուկի որակի հետ կապված են բողոքներ արտահայտվում, թե հայկական այլ ապրանքներ եւս վտանգված են։ Վերջին մեկ տարվա ընթացքում փոքրինչ ավելացել են այդպիսի սահմանափակումների կամ հայտնաբերվող խախտումների դեպքերը։ Ռոսպատրեբնadzorը վերջերս խնդիրներ էր նկատել, օրինակ Հայաստանից Ռուսաստան ներմուծված ձկան որակի հետ կապված։ Մինչ այդ էլ կաթնային արտադրանքի հետ կապված խնդիրներ կային, դրանից առաջ կոնյակի, մթերքի, գյուղատնտեսական ապրանքների որոշ։ Չեմ կարող ասել արդյոք քաղաքական ենթատեքստ կա, թե պարզապես Ռոսպատրեբնadzorի լաբորատորիաները սկսել են ավելի լավ աշխատել եւ այժմ արդեն կարողանում են հայտնաբերել այն քիմիական խախտումները, որը մինչ այդ իրենց ունեցած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս հայտնաբերել։ Շնորհակալություն, Արտեմ։